Հավաքի անցկացման վայրին հարող տարածքի մուտք ու ելքը հավաքի մասնակիցները իրավունք չունեն փակելու։ Դա իրենց պարտականությունն է, որ ամրագրված է հավաքների ազատության մասին օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի 33 հոդվածը գիտեն, իրանց ու չգիտեմ, էլ մենք Ես իրավական հիմքը ներկայացրեցի։ Հարցը գիտեն։ Բավոն հարցը ուրեմն Հավաքների ազատության հարցը ո՞նց ասել։ Մենք ունենք իրավունք ցանկացած շինության մոտ անցկացնել ազատ։ շինության մուտքի մոտ չի կարելի անցկացնել այն իմաստով, որ շինության ելքը չպետք է փակվի։ Շինության մուտքը Դուք ասեցիք նոր դուք հայտարարեցիք, որ պետք է շարքով շարժվեք դիմացը։ Անցեք դիմացը։ Նոր դուք ասացիք։ Նոր հայտարարեցիք դիմացը շարժվելու է։ Դիմացի մակը ամերիա բանկի մոտ ցայտ ամերիան փակի։ Շինության մուտքը կարելի է փակել։ Շինության չի, մի շարքով մի տողանով։ Հաստատ մենք դեսպանատան դիմաց մի շարքով կկանգնենք, փողոցը չենք Դիմացի շենքի մուտքը կփակենք ախր։ Հիմա ես մի հատ ներողություն, պարոն ոստիկան, Անցածու ռադիոկայից լրագրող եմ, դուք եք այստեղ, չէ՞, ղեկավարում եթե չեմ սխալվում։ Կարելի է ձեր աննազգանունը իմանալ ու մի քանի հատ ինչ Պետրոսյան։ Պարոն Պետրոսյան, խնդրում եմ կասեք, ինչի ցույց եք տալիս ակցիան։ Հարցը պատասխանեց։ Եթե հարցեր կան լրատվական ծառայության միջոցով ոստիկանության, ես իրավական հիմքերը ներկայացրել եմ։ Իրավական հիմքերը ձեզ բացատրեց, բարինեի երկրորդ անգամ Չէ, լսեցի ուղղակի ինձ մոտ բաց հարց մնաց։ բարձրացնում եք դուք լրատվական Բայց եթե մուտքը չի փակվում, էլ խնդիրը ինչու՞մն է։ Դուք տեսել եք, որ իրենք մուտքը փակեցին, ես չտեսա։ Չէ, եթե իրենց չի թույլատրվում, որովհետև ակցիան եթե չի կարելի։ Բայց մի րոպե, եթե դեսպանատան մուտքը չի խոչընդոտվում, էլ ինչու՞մ է խնդիրը։ Նույն տրամաբանություն ոնց է դիմացի մայթ, նույն տրամաբանություն։ Հա, բայց ոստիկանները հիմա ավելի շատ են, քան ցուցարարները։ Չէ, ասես։ Հաշվեք տեսեք։ Հաշվեցինք 10-ով ավելի։ Ժուրնալիստ է, պարոն ոստիկան։ Եկեք ցուցարարներ։ Մեր ժուրնալիստներն են շատ ավելի։ Հա, դե տեսնում։ Նիչյա։ Դրա համար պետք է երևի թույլ տան, որպեսզի մարդիկ ուղղակի Միքելի բա ուզում է պոլիփեդին բացատրես, ուզում է իրան։ Ուրեմն Դանունով։ դեռ Եթե դուք ինձ պոլիպետ եք համար, ես ասեմ դուք եք պոլիպետ։ Այսինքն ոստիկանությունը հիմա նման ձևով է դիմում քաղաքացիներին։ Ուրեմն ես ցանկություն չունեմ ընդհանրապես խոսալու ոչ մի բան։ Այսինքն ոստիկանությունը նման ձևով է դիմում քաղաք։ Մի հատ էլ կրկնի։ Ինչ է դեպքում։ Ինչ որ ասեցի։ Եթե դու դիմես իրան պրովոկացիա, մի խոսալ ես բան իրան պրինցիպն է դա, խոսալով ոստիկանները։ Ես ոչ մի հատ էլ կրկնեք ինչ է։ Եթե ինչ-որ մեկը ինձ պոլիպետ անվանում, այսինքն դուք ասեք, որ ես պոլիպետին ասա, ուզում եք իրանց ասա, Դուք դրանից եզրակացրեցիք, որ դուք պոլիպետ եք ու հիմա ինձ խոսում եք վիրավորել։ Դուք ինձ վիրավորեցիք։ Այսինքն հա ոստիկանությունը զբաղված է փաստորեն քաղաքացիներին վիրավորելով։ Մի րոպե, հարգելի քաղաքացի։ Նորից եմ կրկնում, եթե մեկը ինձ ասում է պոլիպետ, եթե այսինքն դուք ինձ ասեք պոլիպետ, ես էլ ասում դուք եք պոլիպետ, ասում եք իրան ասա կամ իրանց ասեք կամ պոլիպետ, իրանց ովքն են ոստիկանությունը։ Ձեզ ոստիկանությունում էթիկա սովորացրել են։ Սովորացրել են ոնց շփվել քաղաքացու հետ։ Ազատության մասին օրենքի ընկետը, որ շինության մուտքը չի կարելի փակել։ Դուք ընդհանրապես շինության մուտքին մոտեցել եք, ես Մենք չենք հասցրել անգամ մոտենալ, նախ իրենք են փակել մայթը եւ խոչընդոտել որ ազատ տեղաշարժի իրավունքը։ Մենք բացարձակ նպատակ չենք ունեցել մակաշարժի։ Ուղղակի մեր որ բոլոր աշխարհի բոլոր երկրները շնորհավորում են կերտ պրեզիդենտին, իսկ մեր ընդհանրապես մոտենալու իրավունքը, ազատ տեղաշարժի իրավունքն են խոչընդոտել հենց ոստիկանության աշխատակիցները։
որպես այդպեսին չնկատեցի, որ բանակցեիք, ավելորդ եք համարում բացատրել իրենց, որ Չէ, ես սկզբանե մոտեցա ավելի բարձր չին ունեցող պաշտոնյային ոստիկանության եւ ասացի, որ մենք ընդհանրապես խնդիր չունենք փակելու ոչ մայթը, ոչ խոչընդոտելու քաղաքացիների եւ մասնավորապես դեսպանատան աշխատակիցների ազատ տեղաշարժման իրավունքը, նրանք ընդհանրապես հիշեցին ասացին, որ մեզ չի հետաքրքրում, դուք այստեղից իրավունք չունեք անցնելու, ընդհանրապես դուք եք մայթը ինչպես տեսնում եք, շատ ծրված բանալած են։ Հարայություն ենք, պարոն կապիտան ջան, չի նշան, որ պետք է ինձ տեսնել կամերաչկա ինձ կփուրտա։ Պարոն մայորն էլ բռնիչ բրակը ձեր փաշի բռնի քաշքշի ու էլի կփուրտա։ Դա ձեր պարտականությունները երևի չի։ Արեն ջան, հիմա պետք է հանդիպենք իրան։ Օրենքով եք պատասխան, դուք եք։ Իջացնեք ձեր տոնը, մի բղավեք ոստիկանները, սահմանադրական իրավունք դուք չունեք։ Մի վիրավորեք։ Դուք երյուրանքներ եք տարածում եւ սուտ եք խոսում։ Պարոն փոխգնդապետ, իսկ դուք, պարոն փոխգնդապետ, դուք էլ ավակ, կհանդիպենք ձեր, անպայման։ Միատ իրենց Երկու քայլ հետ կանգնեք։ Երկու քայլ։ Ես ասում եմ երկու քայլ։ Դուք ոնը ճանապարհաբացեք կբացեք հասանելի կլինի։ Երկու քայլ հետ կանգնեք։ Լավ, ուղղակի ես ձեզ խնդրում եմ։ մի քայլը որ կանես Լավ, ձեր պլակը հասանելի կլինի։ Երկու քայլ հետ կանգնեք։ Դուք բրդում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Երևում է, որ դու ես մտել արանքը։ Դուրս արի արանքից։ Դուրս արի արանքից։ Դու բրդում ես քաղաքացուն։ Մենք մի քիչ հետ կանք Դուրս արի արանքից։ մի քիչ հետ ենք կանգնում։ Մի բրդի քաղաքացուն։ Եք բրդում։ Մի քրի քաղաքացուն։ Քայլ առաջ։ Չի կարող, շենքի անվտանգությունը մեկ է տալի, ոչ թե իրանք։ Ուրեմն ապահովում եմ ես։ Շո, բարձ։ Դրանց նմանները գիտեմ ծառոտ են։ Այս նմանները ոստիկան եք, թե առևտրական։ Արգելի քաղաքացի, դուք բացատրում եք ձեր ակցիաները։ Շուկայի, ասիական շուկայի առևտրականի պես։ Պահեք ձեզ ոստիկանի Ուրեմն պես։ կոռեկտ եղեք։ Դա Ժորժ ջան, ամբողջ ակցիայի իմաստը ինչու է կայանում, որ իրանց ժողովրդավարական պետություններ հորջորջող արևմտաեվրոպական պետությունները, մասնավորապես տվյալ դեպքում Իտալիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, եթե չեմ սխալվում նաև Գերմանիան է սրա, նրանք շատ լավ իմանալով թե ինչ ծավալի ընտրակեղծիքներ են տեղի ունեցել, միևնույն է օրհնում են այս ռեժիմին եւ իրենց շնորհավորանքներով, իրենց ինչ-որ նամակներով լեգիտիմացնում են այս բռնապետությունը։ Ու մեր ամբողջ խնդիրն է այստեղ մարդկանց բարձ հարց տալ, էլի։ Եթե այս ձևի ընտրություններ լինեին ձեր երկրներում, ձեր երկրում սա ընդունելի կլիներ, այսինքն ես հիշում եմ մի դիտորդի մի անգամ հարցրեցինք եվրոչինովնիկներից մեկին, հարցրեցինք, որ եթե սա լիներ օրինակ Նիդերլանդներում, դուք կընդունեիք, ինքը վիրավորվեց, որ ոնց կարող էր Նիդերլանդներում այս ձևի ընտրություններ լինել։ Հիմա արդյոք սա ռասիզմի յուրօրինակ դրսևորում չի։ Այսինքն դու քո մենթալիտետից, քո ազգային ինչ-ինչ պատկանելությունից ելնելով, քո համար էսի հերիք է, դու էսանով բավարարվի։ Եվ իրենք իրենց շնորհավորանքներով, իրենց վարքագծով ուղղակի լեգիտիմացնում են այս ամենը եւ մեզ ուղղակի բրդում են այն ճահիճը, այն կեղծ ժողովրդավարության ճահիճը։ Ինչ որն է դրա նպատակը։ Նպատակն է իրենց անձնական աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունը։ Իրենք իրենց աշխարհաքաղաքական շահերի պաշտպանության դիրքերից ելնելով ուղղակի մեր զարգացման, մեր պետականության կայացման գործընթացը խրում են այս ռեժիմի ստեղծած ճահիճի մեջ։ Այս ամբողջ process-ը, այս ամբողջ բողոքյակն այս ռամը պայմանավորված։ Լեգիտիմացնում են այն process-ը, որը կոչվում էր չընտրություն։
Եվ մենք կարծում ենք, որ դա բոլորովին ժողովրդավարական սկզբունքներից չի ելնում։ Եվ կարծում եմ, որ այստեղ կարելի է եւ վանկարկել որպես բռնապետության գտնվող քաղաքացիներ ազատություն, 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 լիբերտե, լիբերտե, լիբերտե։ Հարված է նայո ձերքին, խնդրեմ նկարեք։ Այն մարդուն նկարեք, այն որ հեռախոսով խոսում է, որ բոլորը տեսնեն ինքը ով է։ Ռուսև Բաչկոնով փողգնդապետ ակնոցներով։ Իսկ ինչի է հարված։ Բաչկոն պլակատս վերցրեցին ու հայորեցին։ Երբ որ կամերաներ չկա, ինքը պլակատը վերցրեց, հայոց։ Ուղղակի չհասցրի հեռախոսից կամերայով ֆիքսեի, որովհետև պայուսակ կար ուսիս ու պլակատի ձեռքից էր։ Պլակատս վերցրեց Ռոմեն ավագ ոստիկանության ու հեգնանքով դու պլակատով չես եր, ասում եմ վերադարձրեք իմ պլակատը, ասում եմ դու պլակատով չես եկել ստեղ։ Բարերեք բաճ կախեք որ իմանանք դրանք։ Դիմա կախեն։ Մանեք մայթի ցենկո։ Դուրս արի, մայթ։ Դեվա։ Յոկի մախ։ Դիվանագիտական քայլ որակելը դա շատ վերացական բան է, որտեղ ցանկացած դիվանագիտական քայլ պետք է ունենա հիմնավորում։ Տվյալ դեպքում չսպասելով կամ չտիրապետելով տեղեկատվությանը, որ քաղաքացիների մոտ կա անվստահություն ընտրության արդյունքների նկատմամբ եւ քաղաքացիները ըստ էության չեն վստահում կենտրոնական տրական հանձնաժողովի կողմից հրապարակման քվերին, նման քայլ կատարել դա նշանակում է ուղղակի ոչ թե դիվանագիտական քայլ, այլ ընդհակառակը ոչ դիվանագիտական քայլ, որովհետև դիվանագիտության մեջ մտնում է ոչ միայն Սերժ Սարգսյանն, այլ նաև մտնում են ժողովուրդը։ Այսինքն դեսպանատները իրենք տեղյակ չեն, հա։ Ես դա եմ միայն ենթադրում, որ ուղղակի համարժեք տեղեկատվություն չունեն կամ միայն տեղեկատվությունը ստացել են մեկ ձեռքից, այն է Սերժ Սարգսյանի եւ նրա աջակցիչների ձեռքից։ Comme le dit la Constitution de la France. Դու գնում ես գաղափարական պայքար, դու պետք է գաղափարաները դառնաս, ոչ թե այ եսամ։ Դա քուլ անձի ներկայացուցիչ։ Ձեր աչքանիկը որ հայոյում է նորմալ է։ Շատ քուլ է։ Դուք կարող եք հայոյել։ Ամ որպես Այ դերասանություն մի արեք, պարոն մայոր, դերասանություն մի արեք։ Դուրս ձեզ լավ ճանաչում եք, ոնց եք սառնում, ոնց եք խփում, ոնց եք հետևից բրդում ասում հայբարդի, քուն եք տալիս։ Դուրս շատ լավ, ձեր դեմքը սպված է մարդկանց դեմ աչքերի մեջ։